Սուրբ Հայր Մակար Եգիպտացու վարքը։ Այս երանելի Մակարը 22 տարի խթան եղավ ինձ համար, եւ ես նրանից ուսանեցի հավատքի գործեր, որովհետեւ նա հաճելի էր Աստծուն եւ հավատացյալ էր առավել քան շատ ընտրյալներ։ Եվ այս էր Սուրբ Ծերի տարբերիչ հատկանիշը։ Որքան նա շատ էր խոնարեցնում իր հոգին, երիցս փառավորում էր Աստծուն եւ միշտ հորդորում էր ասելով. «Իսեր եղբայրների, վեհերոտ մի եղեք»։ Ինչ որ լսում էր հավատքի մասին, ջանում էր անձով կատարել։ Եվ լսեց մեկից, որ Բենեսիտոնն իր ամբողջ կյանքում ուտում էր միայն այն, ինչ չէր անցնում կրակի վրայով։ Եվ նույնը արեց նաև երանելի Մակարը։ Իր ազատ կամքով ու հոժարությամբ 7 տարի չկերավ որևէ բան, որն անցել էր հրի միջով։ Այսինքն եփած ոչ մի բան չկերավ։ Ուտում էր միայն բանջարեղեն եւ նաև թրջած ոսպ, եթե մի տեղից գտնում էր այն։ Ապա լսեց մեկ ուրիշի մասին, թե նա հացն ուտում է չափով, մեկ նկանակի 9-րդ մասը, որից առավել լցվեց նախանձախնդրությամբ։ Եվ հաց պատրաստեց, այն լավ չորացրեց ու չորացրած հացը մարեց նեղ բերան ունեցող սափորի մեջ։ Երբ կամենում էր ուտել, ձեռքը մտցնում էր սափորի մեջ եւ ուտում էր այն, ինչ սափորի մեջ ձեռքն էր ընկնում։ Եվ այս եւս մեծ ճգնություն էր Սուրբի համար։ Այսպես պահեց 3 տարի եւ 4 տարի էլ շարունակեց ուտել մեկ նկանակի 5-րդ մասը։ 4 դորակ ջուր էր լցնում անոթի մեջ ու այդքանն էր նրա ըմպելիքը 1 տարվա համար։ Եվ ապա որոշեց հաղթել անգամ քնին։ Այդ մասին նա ինքը պատմեց մեզ ասելով. «Քունը հաղթահարելու համար 20 օր գիշեր թե ցերեկ ծածկի տակ չմտա, բայց ինձ կայրեին ցերեկվա տոթը եւ գիշերվա հարավային վնասակար հողմը, եթե մի քարայր չմտնեի ու փոքր ինչ չհափշտակվեի քնով»։ Սաստիկ ցամաքեց գլխիս ուղեղը, ես եղա իբրև դատարկանոտ եւ այդպես հաղթահարեցի քունը։ Այս ասացի ձեզ խրատելու համար, որ երբ պահեք ձեզ ջրից եւ քնից, այն ժամ ձանձրության դևը չի մոտենա ձեզ։ Սա իհարկե ասվում է անապատական հայրերի, ճգնավորների եւ մենակյացների համար եւ ոչ թե հասարակ հավատացյալների համար։ Սովորական քրիստոնյաները իզորու չեն կրկնել այն ամենը, ինչ որ արել են եգիպտական հայրերը։ Անկամ այսօրվա վանականները զգուշությամբ են մոտենում այդ սխրագործություններին եւ չեն փորձում նույնապես կրկնել այն ամենը, ինչ որ գրված է սրբերի վարքում, որովհետեւ մեր հայրերը հոգով ավելի զորեղ են եղել եւ կարողացել են սաստել իրենց մարմինը։ Շարունակենք։ Մինչ երանելին նստած էր իր խցում, մի մժղուկ նստեց նրա սրունքին։ Երանելի ծերը շփեց ոտքն ու ճմլեց մժղուկին։ Եվ երբ տեսավ մժեղի արյունը, սկսեց ինքն իրեն պարսավել ու ասել. «Անձամբ անձիս վրեժ խնդիր պիտի լինեմ»։ Եվ սկսեց մտածել. ինչ ապաշխարություն պիտի լինի այս արյան դիմաց։ Վեր կացավ, գնաց Հովսեփ մենակյացի մոտ եւ խոստովանեց եղածը, իսկ երանելի Հովսեփը ծերին ասաց. «Գնա եղբայր, այդ զրույցդ արյան մասին է, ես չեմ կարող քեզ ինչ որ բան ասել»։ Այնժամ Սուրբ Ծերը հանեց իր հանդերձը, գնաց անապատի կողմը եւ 6 ամիս նստեց այնտեղ, որտեղ կրետներ ու պիծակներ կային, որոնք սովոր էին հարձակվել եւ ուտել վայրի խոզերին։ Եվ մանր պոկեցին ու այնպես կերան նրա մարմինը, որ տեսնողները համարում էին, թե այն գազաններից կծոտված մի լեշ է։ Եվ նորից ենք ուզում կրկնել, որ այն ինչ որ լսում եք, բացառապես հատուկ է միայն Սուրբ Հայրերին եւ նրանց ներքին ապրումները, նրանց ապաշխարությունը, նրանց հոգևոր դատողությունն ու հոգուզորությունը հատուկ է միայն ընտրյալ սրբերին, եւ դա չի նշանակում, որ եթե անգամ մի մժղուկ եք տրորել, ուրեմն նույն բանը պիտի դուք կրկնեք, քանզի ամեն մեկին տրված չէ հոգու այսպիսի խոնարհություն։ Շարունակենք։ Եվ եթե Տերը չօգներ, դրանց ձեռքից 1 ամիս անգամ նա ողջ չէր մնա։ 6 ամիս հետո Քրիստոսի նահատակ երանելի ծերը վերադարձավ իր խուցը։
Նա այնպես էր փոխվել, որ ոչ ոք չէր ճանաչում, թե նա Տեր Մակարն է, որովհետև մեռելի կերպարանք ուներ եւ ստվերի պես էր դարձել։ 3 օր անց, երբ խցում էր, ասաց. «Ցանկանում եմ մտնել Հանեսի ու Համրեսի պարտեզը եւ Աստծուց շնորհներ կխնդրեմ կախարդների պարտեզը մտնելու համար»։ Ասում էր. «Լսել եմ, թե դևերն ամեն ժամ բորբոքվում են իրենց չարությամբ։ Հանեսն ու Համրեսը ապարանք շինեցին, տնկեցին տնկիներ եւ այն ամրացրին այնպես, որ նմանը որևէ տեղ չկար։ Եվ այս արեցին, որովհետեւ նրանց հույսը երկրի վրա էր»։ Ահա այս պատերազմը ցանկացավ մտնել Քրիստոսի ծառա երանելի Մակարիոսը, որպեսզի փորձվեր դևերի կողմից։ Իհարկե, սա էլ հատուկ է միայն սուրբ հայրերին։ Եվ երանելի ծերը պատրաստվեց գնալ առաջնորդ վերցնելով Արուսյակին իբրև նավավար ծովի խորքում եւ ելավ գնաց անապատի միջով։ Սուրբ ծերն ասում էր. «Ինձ հետ վերցրել էի մի խուրձ եղեք ու դրանցով նշաններ էի դնում անցած տեղերին, որպեսզի առանց չարչարվելու վերադառնամ իմ խուցը։ Մեկ մղոն էր մնում, որ հասնեի պարտեզին։ Գիշեր էր եւ ես քնով ընկա։ Իսկ չար դևերը գնացին եւ հավաքեցին եղեգները, դրանցով խուրձ կապեցին եւ այն իմ գլխի տակ դրեցին։ Եվ երբ արթնացա ու տեսա եղեգը, ասացի. նրանք ինձ մեծ շնորհ արեցին եւ դա Տիրոջ կամքով եղավ, ոչ թե դևերի, այլ որպեսզի ես չապավինեի եղեգների առաջնորդությանը, այլ մեր Տիրոջ շնորհներին, ով մեծ անապատում 40 տարի ամպով առաջնորդում էր Իսրայելի ժողովրդին։ Երբ մոտեցա պարտեզին, դևերն ինձ ընդառաջ ելան, նրանցից ոմանք կաքավում էին, ոմանք աղաղակում, ոմանք վազում, ոմանք ինձ վրա ատամներ էին կրճտացնում, ոմանք իբրև ագրավներ թևերով հարվածում էին իմ երեսին եւ ասում. «Ինչու եկար ճգնավոր Մակար, փորձելու ես մեզ, ինչ միաբանություն կա մեր եւ ձեր մենակյացներիդ միջև։ Միթե բավական չէր, որ անապատից հալածեցիր մեր ընկերոջը եւ այսօր եկել ես մեր բնակության վայրը, որևէ հաղորդություն չկա մեր եւ ձեր միջև։ Բավական չէր, որ անապատը թողեցինք ձեզ։ Ինչու եկար այստեղ, որը շինվել է մեր անունով, եւ հնարավոր չէ, որ դու լինես այստեղ։ Ինչու ես ցանկանում մտնել մի տեղ, որը շինվել է այլոց կողմից։ Ինչ մեռել են այս շինողները, մարդու որդի չի մտել այստեղ»։ Երբ դևերը համառեցին, ծերն ասաց նրանց. «Մեկ անգամ մտնեմ ու տեսնեմ, ապա կելնեմ ու կգնամ այստեղից»։ Իսկ դևերն ասացին. «Երդվիր Քրիստոս Աստծով, որ կելնես»։ Իսկ Մակարն ասաց. «Այդպես կանեմ»։ Եվ դևերը չքվեցին նրա առջևից։ Սուրբը մտավ պարտեզ։ Սուրբ հայրը ասում է. 3 օր եղա այնտեղ, ուր կային բազմազան շքեղ ապարանքներ։ Դրանց առաջ կար մի ջրհոր արծաթապատ բերանով եւ ոսկեզար դույլով, բայց այնտեղ բնավ ջուր չկար։ Ես անխռով հեռացա այնտեղից, 20 օր հետո վերադարձա իմ խուցը։ Չճաշակեցի ոչ հաց, ոչ ջուր եւ 3 օր մնացի խցում։ Այդքան ժամանակ, որ 40 օր էր գնալն ու վերադառնալը, ես անսվաղ էի։ Ինձ աղջկա կերպարանքով ու սպիտակ հանդերձով մի դև երևաց։ Նա ձեռքին ջրով լիկուժ ուներ։ Եվ մինչև ես խցում էի 3 օր նա շրջեց, ապա հանդգնեց ու ինձ ասաց. «Վերցրու, ջուր խմիր, քանզի ահա մեռնում ես պահեցողությունից»։ Ես նրան չպատասխանեցի։ Քիչ անց աղջիկը գնաց, կթեց մի գոմեշ, բերեց կաթն ու ասաց. «Խմիր այս, որպեսզի չմեռնես»։ Սակայն այս անգամ էլ Աստծո շնորհներն ինձ առավել մխիթարեցին, որովհետև Աստված առաջնորդում էր Մակարիոսին իր գործերի, շնորհների եւ բժշկության մեջ։ Սրանից հետո Սուրբ Մակարը լսեց մի վանքի մասին, որ գտնվում էր Բենեսիտիոն լերան վրա, թե այնտեղ կան մեծ ճգնավորներ, որ առավել են, քան բոլոր մենակյացները։ Մինչ այդ վանքը 15 օրվա ճանապարհ էր։ Նա գնաց անապատի միջով որպես աշխարհական մի հողագործ, 17 օրից հասավ վանք եւ 7 օր նստեց դրսում, որովհետեւ նրան չէին կամենում տեսնել։ 7 օր անց նրանց վարդապետը տեսավ նրան։ Վարդապետը, որի անունը Պաքսիմոս էր, մի ընտրյալ այր էր եւ ուներ գիտության շնորհներ։ Եվ Աստված ծածկեց երանելի Մակարին, որ չճանաչեն իրեն։ Երանելի Մակարը ասաց Պաքսիմոսին. «Աղաչում եմ քեզ,
Ընդունիր ինձ քո վանքում, որպեսզի ես էլ մենակյաց լինեմ։ Պաքսիմոսը կամ Պաքումյոսը ասաց նրան. Դու առաջացած տարիքով ծերայր ես, ուստի չես կարող մենակյաց լինել։ Այս եղբայրները մանկուց մեծացել են այս կարգով, իսկ դու այդ հասակում չես կարող դիմանալ այստեղ։ Կհեռանաս վանքից, կհայհոյես մեզ և կգայթակղեցնես շատերին։ Եվ չկամեցավ ընդունել ծերին։ Ծերը 17 օր մնաց դրսում, ամենևին ոչինչ չուտելով։ Եվ երբ Սուրբ ծերը դարձյալ պատահեց Պաքսիմոս վարդապետին, ընկավ նրա ոտքերը և ասաց. Ընդունիր ինձ, աղաչում եմ։ Եթե չպահեմ այնպես ինչպես այդ եղբայրները և չաշխատեմ նրանց նման, այն ժամ կհրամայես հեռացնել ինձ քո վանքից։ Այս լսելով վանքի առաջնորդը համոզեց եղբայրներին, որ ընդունեն ծերին։ Վանքում կային 500 այրեր, որոնք բոլորը կամեցան և ընդունեցին ծերին։ Շուտով բոլորը մտան հիսնական պահքի մեջ, և Մակար ծերը տեսավ յուրաքանչյուր եղբոր առաքինությունը։ Ոմանք պահում էին մինչև երեկո, ոմանք ամբողջ շաբաթը, ոմանք ամբողջ հիսնակն անց էին կացնում ոտնկացությամբ, ոմանք հոգում էին եղբայրների համար։ Իսկ Սուրբ Մակար մեծը մինչև Զատկի օրը մի ոտքի վրա կանգնեց անկյունում, և այդքան օրերի ընթացքում ոչ հաց, ոչ ջուր մտավ նրա բերանը, և ոչ էլ ծնրադրեց։ Միայն կիրակից կիրակի կաղամբի միջուկ էր ուտում։ Օրհնությունից բացի նրա բերանից ոչ ոք այլ բան չլսեց։ Այս տեսնելով եղբայրները հույժ խռովեցին և ասացին վարդապետին. Որտեղից բերեցիր այս անմարմին ծեր մարդուն, քանզի ահա մենք ոչինչ չենք նրա առաջ։ Հեռացրու նրան այստեղից, այլապես մենք այսօր կհեռանանք քեզնից։ Այս լսելով ծեր Պաքումյոսը հարցրեց եղբայրներին, թե ծերը ինչ կարգ ու կանոն է պահում, և եղբայրները ասացին, ինչ որ գիտեին։ Վարդապետն ասաց նրանց. Նա մեծագույն ծերերից մեկն է, բայց Աստված այդ բանը ծածկել է ինձնից, և սկսեց խնդրել Աստծուն հայտնել իրեն, թե ով է այդ ծերը։ Եվ Աստված Պաքումյոս մեծին հայտնեց, որ նա Մակար մենակյացն է։ Այն ժամ Պաքումյոսը եկավ նրա մոտ, բռնեց նրա ձեռքից, տարավ եկեղեցի, մոտեցրեց Սուրբ Սեղանին, ողջույն տվեց նրան ու ասաց. Ով կատարյալ և բարի ծեր, դու Մակարն ես, որը ծածկեցիր ինձնից։ Երկար տարիներ փափագում էի տեսնել քեզ, և Աստված կատարեց իմ ցանկությունը։ Շնորհակալ եմ, որ սթափեցրիր իմ զավակներին, և որ ես էլ չպարծենամ նրանցով, իսկ նրանք էլ չասեն, թե չկա մեզ նմանը։ Եվ այժմ աղաչում եմ քեզ, գնա քո տեղը։ Բավական է, որ դու նորոգեցիր մեզ, աղոթիր մեզ համար։ Եվ երբ բոլոր եղբայրները իմացան, որ նա ինքը Սուրբ Մակար մեծն է, եկան և պատկառանքով ողջագուրվելով նրան, խոնարհվեցին նրա առաջ, և ծերը լսեց նրանց ու սաղմոսներով և օրհնությամբ հեռացավ նրանցից։ Երանելի ծերն ասում էր. Ես որոշեցի իմ մտքերն ու խորհուրդները 5 օր պահել առ Աստված և չզբաղվել որևէ այլ բանով, այլ միայն առ Աստված խոկալով Աստծո դատաստանը մտքումս պահել։ Այս միտքը պահելով փակեցի խցի ու գավթի դուռը, որպեսզի ոչ ոք չգար ինձ մոտ։ Երկրորդ օրը սկսեցի խոսել ինքս ինձ հետ ու ասել. զգույշ եղիր, մի խորհիր մարդկայինը, այլ խորհիր երկնայինը, որտեղ ունես հրեշտակներ, հրեշտակապետեր, զորություններ, քերովբեներ և Աստված, որ համայի արարիչն է։ Մի իջիր երկնքից, որպեսզի չընկնես երկրավոր խորհուրդների մեջ։ Եվ 3 օր պահեցի այդպես։ Այդ պատճառով դևերը չարացան իմ դեմ, բորբոքվեցին կրակի պես և այրեցին ոսկորներս։ Ես կարծում էի, թե նրանք ներքուստ են այրում ինձ, մինչդեռ իմ առջև էին։ Նրանք չորացած խոտ վառեցին և խփեցին երեսիս։ Ես բացեցի աչքերս, բայց ոչ ոքի չտեսա։ Այդ ընթացքում դևերն ինձ մեծ վնասվածքներ հասցրին, բայց Աստծո պահպանությամբ ամենևին չկարողացան հեռացնել խորհուրդներս իմ առաջից։ 5 օր հետո ես գնացի և բացեցի գավթի դուռը։ Եղբայրներ, այս ասացի ձեզ խրատելու համար, որ իմանաք, թե այսպիսի դեպքերում դևերն են դեմ առ դեմ պատերազմում ձեզ հետ։ Սա իհարկե վանականներին, եգիպտական հայրերին ուղված խոսքեր։ Եվ դարձյալ, ինձ վրա շրջագայելու խորհուրդներ եկան ու կամեցան ինձ դուրս բերել խցից։ Նրանք ասացին. բարի է քեզ համար, որ շրջես և փառավորվես մարդկանց կողմից։ Կամենում էին ինձ տանել Հռոմ քաղաք ասելով.
Գնա եւ այնտեղ քարոզիր Աստծո շնորհները։ Բայց ես, ասում էր երանելի ծերը, խցի մեջ ընկա գետնին, տարածեցի ոտքերս դռների առաջ եւ շրջագայության դևին ասացի. Եթե կարող եք, դուրս հանեք ինձ։ Ես իմ ոտքով ոչ մի տեղ չեմ գնա։ Եթե կարող եք ինձ այդպես տանել, դուք գիտեք։ Եվ ծերը երդվելով ասում էր, թե ոտքերս այդպես դռների առաջ մնացին մինչև երեկո։ Եվ երեկոյան, երբ մութն ընկավ, ասում էր, գիշերվա մեջ դարձյալ խորհուրդները սկսեցին նեղել ինձ։ Ես վեր կացա, մի ծանր քար դրեցի սակարում, այն դրեցի ուսիս եւ շրջեցի խցում, ու այդպես շրջում էի նաեւ ցերեկը։ Անտիոք քաղաքից Դեոգեն անունով մի մարդ եկավ, որը եկեղեցու ստորադաս սպասավոր էր։ Նա ինձ տեսավ ու ասաց. Այդ ինչ ես կրած տանում, հայրիկ, ինչու ես այդպես չարչարվում։ Ես ասացի. Ես չարչարում եմ ինձ չարչարողին եւ իմ տանջանքներով չարաչար տանջում եմ նրան, ով որ ինձ է ուզում տանջել, քանզի այսօր նա կամենում էր ինձ սուրհանդակ դարձնել։ Այսպես Սուրբ Հայրը պայքարում էր դևերի դեմ։ Հայր Պաքումյոսն ասաց. Մի անգամ հայր Մակարն ու հայր Մարկոսը գավթում նստած խոսում էին Աստծո եւ աստվածայինների մասին։ Եվ ահա եկավ մի էգարյուծ, խփեց գավթի դռանը եւ իր կորյունին, որը կույր էր, գցեց գավթից ներս, իսկ ինքը մնաց դրսում։ Երանելի Մարկոսը իր գիրկն առնելով կորյունին աղոթեց եւ իսկույն բացվեցին կորյունի աչքերը, ու նա բուժված կորյունին տվեց էգարյուծին։ Այդ դեպքից 6 օր անց արյուծը բերեց վայրի մեծ անասունի մորթի, որը հափշտակել էր որսորդներից։ Երանելի Մարկոսը այն տվեց Սուրբ Մակարին, իսկ Սուրբ Մակարը այն տվեց Երանելի Աթանասին, եւ Երանելի Աթանասն էլ այն տվեց Ալեքսանդր եպիսկոպոսի մորը Մելանիային։ Սուրբ Մակարիոսը Սուրբ Մարկոս ծերի մասին պատմում էր. Նա երբեք որևէ մեկից սուրբ հաղորդություն չառավ։ Այն Աստծո հրեշտակն առնում էր սեղանից եւ տալիս իրեն։ Նա ասում էր. Ես միայն նրա ձեռքի դաստակն էի տեսնում, եւ ամբողջ ժամանակ նա երբեք չէր թքում գետնին։ Այս Մարկոսը մանկուց մինչև ծերություն երբեք կին չտեսավ։ Հեզ էր շատերից առավել, կատարելության հասած եւ մի իմաստուն այր։ Նրա քարայրը հեռու էր մեզնից 500 ասպարեզով։ Մի անգամ գնացի նրա մոտ, մոտեցա եւ կանգնեցի նրա պատուհանի առաջ։ Նա 106 տարեկան էր։ 6 տարին անց էր կացրել իր հորեղբոր հետ, իսկ 100 տարին անապատում։ Մարմինը չարչարված էր տքնություններից, ատամներ բնավ չուներ։ Եվ ծերը սկսեց կռվել ինքն իր հետ ու ասել. Չար ծեր, ինչ ես այսուհետ կամենում, որովայնի շվայտ ծառա, ահա դու նաև գինի ես ճաշակել եւ ոտքերդ յուղով օծել։ Այսպես անարգում էր ինքն իրեն, եւ ապա դառնալով սատանային ասաց. Գնա, հեռացիր ինձնից թշնամի ճշմարտության։ Դու ոչինչ չես գտնի իմ մեջ, բայց քանի որ գերեցիր ինձ ու ավար առար, ապա ոտքերս յուղով օծել եւ գինի ճաշակել տվիր։ Այսպես կարգ դնելով կռվում էր ինքն իր հետ, իբրև ընկերոջ հետ, եւ ասում. Զարամյալ ծեր, մինչև երբ պիտի քեզ հետ լինեմ, ահա մոտեցել է քո ժամանակը։ Ահա այսպես ինքն իրեն խոնարեցնում էր երանելի ծերը։ Երանելի ծերն ասաց. Ես Մարկոսը եւ Ագրիոսը, Աղբինոնը եւ Ամոնը կամեցանք իմանալ Երանելի Հովանեսի մասին։ Եվ Ագրիոսն ասաց. Յուրաքանչյուրս գնանք մեր խուցը, աղոթենք ու տեսնենք, թե մեզնից ով կարժանանա տեսնել Երանելի Հովանես ծերին։ Արդ ես Մակարս մեկ օր հետո փակեցի խցից դռները եւ գնացի հնդիկների կողմը։ 28 օրում հասա նրա վանքը եւ տեսա, որ նա փակել էր իր խուցը, իսկ եղբայրները աշխատում էին շինության վրա։ Ըստ սովորության ծերը եղբայրներին տեսնում էր միայն շաբաթ եւ կիրակի օրերին։ Այս իմանալով սպասեցի եւ շաբաթ օրը 3-րդ ժամին գնացի ու գտա նրան նստած պատուհանի մոտ։ Նա անցնողներին ողջույն էր տալիս եւ ասում. Աղոթեք ինձ համար։ Եվ երբ ես մոտեցա, նա ինձ ողջույն տվեց ու թարգմանի միջոցով ասաց. Որտեղից ես գալիս եւ ինչու մենակ թողեցիր եւ Ագրիոս ծերին եւ եկար այստեղ։ Մինչ խոսում էր ինձ հետ, եկավ այդ երկրի իշխանը եւ ծերը ինձ թողնելով սկսեց նրա հետ խոսել։ Ես հետ քաշվեցի եւ ձանձրացա նրանց երկար խոսելուց։ Տրտնջացի ծերից ու ինքս ինձ ասացի. Նա արհամարեց ինձ եւ պատվեց այն շանը։ Այս մտածելով կամեցա հեռանալ։
Իսկ երանելի ծերը թարգմանին ասաց. «Գնա եւ ասա այն եղբորը, որ չնեղ սրտի։ Այժմ կարծակեմ սրան եւ կխոսեմ իր հետ, ինչ որ կամենա»։ Այն ժամ իմացա, որ նրա մեջ գիտության հոգի կա։ Այս լսելով համբերեցի եւ երբ իշխանը գնաց, ձայն տվեց ինձ ու ասաց. «Եղբայր, ինչու տրտմեցիր եւ տրտնջացիր իմ պատճառով։ Միթե գրված չէ, թե բժիշկ պետք է ոչ թե առողջներին, այլ հիվանդներին։ Ես երբ կամենամ կգտնեմ քեզ, նույնպես էլ դու ինձ։ Եթե անգամ ես քեզ չմխիթարեմ, ապա մեկ ուրիշը կմխիթարի»։ Այդ մարդը բռնված էր սատանայի կապանքներով եւ աշխարհի գործերով, իսկ դու ամեն ժամ գնում ես Քրիստոսի հետևից։ Այն ժամ աղաչեցի ծերին, որ աղոթի ինձ համար, որովհետև ես հասկացա, որ արդարև նա իմաստուն է։ Ես բռնեցի նրա աչից, իսկ նա իր ձախ ձեռքը դրեց ծնոտիս ու ասաց. «Դու շատ նեղությունների միջով պիտի անցնես եւ պիտի կանգնես մեծ պատերազմների առաջ։ Երբ դու գնաս հաղորդության ու օրհնության համար, կպատահես դևերի։ Այսուհետև պինդ կաց, թող քո սիրտը մխիթարի քեզ եւ մի նեղվիր անապատի մեջ։ Նաև այս կասեմ, թող հարկ չլինի, որ գնաս քաղաք, որովհետև գրված է. ոչ ոք իր ձեռքը մահճի վրա կդնի եւ ապա հետ կնայի։ Ես շահեցի իմաստունի խոսքերից, ուրախացա եւ գոհացա Աստծուց։ Իմաստուն ծերունին դարձյալ ասաց ինձ. «Ով եղբայր, կամենում ես եպիսկոպոս լինել»։ Ես ասացի նրան. «Ես եպիսկոպոս եմ»։ Իսկ ծերունին հարցրեց. «Որտեղի»։ Եվ ես ասացի. «Պուտուկների եւ սափորների խոհանոցի։ Երբ նրանք վնասում են ինձ, ես կապում եմ նրանց պուտուկներին աղով եւ համեմունքով, իսկ սափորներին ջրով եւ գինով»։ Իմաստուն ծերն ասաց. «Մի կողմ թող եպիսկոպոս լինելու կատակներդ։ Դու ինձ չես հավատում, բայց երբ եպիսկոպոս կդառնաս, կհիշեցնեմ այս խոսքերը։ Շատ նեղություններ պիտի հասնեն քեզ, իսկ եթե կամենում ես փախչել նեղություններից, ապա մի հեռացիր անապատից, որովհետև անապատում ոչ ոք քեզ եպիսկոպոս չի դարձնի»։ Եվ այսպես նրանից խրատներ ստանալով եւ շահելով ուրախ գնացի։ Ինչպես որ լսել էի նրա մասին, այնպես էլ տեսա, արժանացա խոսել նրա հետ ու ցնծալ նրա համար։ Այսպես նա օրհնությամբ արձակեց ինձ, եւ ես հույս շահեցի։ Ես եկա իմ տեղը եւ հայրերին պատմեցի իմաստուն ծերի աստվածպաշտության մասին։ Նրանք ինձ ասացին. «Երանի քեզ եղբայր, որ արժանացար ծերի օրհնությանը»։ Ժամանակ անց ես մոռացա ծերի խոսքերը, որ ասաց ինձ եպիսկոպոսության մասին։ 3 տարի անց ես հիվանդացա։ Եղբայրները ինձ տարան Ալեքսանդրիա քաղաք բժիշկների մոտ, իսկ բժիշկներն ասացին ինձ. «Ոչինչ պետք չի անել, քեզ միայն կօգնի Պաղեստինի մեղմ օդը»։ Ապա ինձ տարան Պաղեստինից եւ գնացինք Բեթանիա։ Եվ չգիտեմ թե Աստծուց եղավ, թե մարդուց, Աստված գիտե, ակամա ինձ եպիսկոպոս դարձրին։ Դրանից հետո ես 3 տարի փակվեցի եւ չկամեցա եկեղեցի գնալ։ Եվ Տիրոջ հրեշտակը Հովանեսի նմանությամբ երևաց ինձ ու ասաց. «Չասացի քեզ, թե պետք չէ եպիսկոպոս լինել»։ Այս լսելով հույս զղջացի եպիսկոպոսության համար եւ ըստ արժանվույն հիշեցի նրա անգովությամբ։ Քիչ օրեր անց լսեցի, որ նա վախճանվել է։ Արդ երանելի եւ իմաստուն Հովանես Մենակյացի եւ նրա համբերության մասին ես պատմում էի շատ մենակյացների։ Նա 46 տարի մնաց անապատում, բնավ կնոջ երես չտեսավ եւ ձեռքը ոսկի չառավ։ Ոչ ոք նրան չտեսավ ուտելիս կամ ըմպելիս։ Եվ մինչ օրս նա բարի օրինակ եղավ բոլոր մենակյացների համար։ Սուրբ Մակարն ասում էր. «Մարմնի ուղեցույցն աչքն է։ Այն տեսնելով առաջնորդում է ողջ մարմնին անհրաժեշտ ճանապարհով։ Պատկերացրու, որ մեկը գնում է անտառաշատ, փշոտ եւ տղմոտ վայրով, որտեղ կրակի բոցերը փակել են ճանապարհը։ Կան նաեւ խրված սրեր, հորձանուտներ եւ վիհեր։ Եթե ճանապարհորդը ճարպիկ է, զգույշ եւ անվախ, ապա աչքն ունենալով որպես ուղեցույց մեծ ուշադրությամբ անցնում է այդ դժվարանցանելի տեղերով եւ միանժամանակ ձեռքերով, ոտքերով ամեն կերպ պահում իր հանդերձները, որպեսզի չպատառոտվեն ծառերի եւ փշերի արանքներում, չկեղտոտվեն եւ տիղմի մեջ չծվատվեն սրերից։ Եվ աչքը մարմնին ծառայելով որպես լույս ցույց է տալիս նրան ճանապարհը, որպեսզի նա չկործանվի վիհերում, չխեղդվի հորձանուտներում կամ էլ վնաս չկրի որևէ դժվարին տեղում։
Այսպես ճարպիկ եւ խելամիտ ճանապարհորդը մեծ զգուշությամբ հավաքած պահելով իր հանդերձները եւ աչքի ճիշտ ցուցումով ուղիղ գնալով այրվելուց եւ պատռվելուց անվնաս է պահում թե իրեն, թե իր հագած հանդերձը։ Եթե այդ տեղով անցներ անփույթ, անհոգ, ծույլ, դանդաղաշարժ եւ անգործունյա մի մարդ, ապա նրա հագուստը այս ու այն կողմ քաշքշվելով անպայման կպատռվեր, որովհետեւ նա բնավ չուներ հագուստը պահելու վճռականություն։ Ոստի այն կպչելով մացառներին եւ փշերին կպատռվեր կամ կայրվեր, կամ կտոր կլիներ ցծված սրերից, կամ էլ կկեղտոտվեր տիղմի մեջ։ Մի խոսքով, նրա նոր եւ գեղեցիկ հանդերձը շատ արագ կփչանար նրա անուշադրության, անգործության եւ ծուլության պատճառով։ Եվ եթե ճանապարհորդը լիարժեք ու համակ ուշադրություն չդարձնի աչքի ցուցումին, ապա ինքը եւս կընկնի վիհի մեջ կամ էլ կխեղդվի հորձանուտներում։ Եվ այսպես մաքուր պիտի պահենք մեր աչքը, որպեսզի մեր աչքը ուղիղ լինելով մեզ հեռու պահի սատանայի թակարդներից։ Ասաց նաև. հոգին պատկանում է նրան, ում հետ իր ցանկություններով շփման եւ միավորության մեջ է։ Այդ պատճառով կամ իր մեջ ունենալով Աստծո լույսը, ապրելով նրա մեջ ու բարեզարդվելով ամեն տեսակ առաքինություններով, հաղորդ կլինի խաղարարար մխիթարող լույսին, կամ ունենալով իր մեջ մեղքի խավարը, ենթակա կլինի դատապարտության։ Արդ երանելի Մակարը հասավ կատարելության ու մեծամեծ առաքինությունների եւ վեր եղավ բոլոր ախտերից։ Տեսավ անտեսանելիները, հայտնեց երկնային խորհուրդները, հավասար եղավ հրեշտակներին եւ հասավ այն չափի, ուր կարող էր հասնել մարդկային բնությունը։ Աստծո երանելի Սուրբը ննջեց 391 թվականին 60 տարի ճգնելուց հետո։ Օրհնյալ է Սուրբ Մակար մեծի հիշատակը։ Օրհնյալ է մեր եգիպտական հայրերի հիշատակը։ Նրանք իրենց կյանքով, իրենց առաքինություններով, իրենց ամեն ինչով օրինակ եղան բազում սերունդների։ Մենք եւս մեր չափով սովորենք խոնարեցնել մեր անձը, սիրենք խոնարհությունը եւ հիշենք, որ նրանց բարեխոսությունը մեզ համար շատ կարեւոր է։ Միշտ հիշենք նրանց եւ խնդրենք նրանց բարեխոսությունը, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի առջև բարեխոսեն մեղավորներիս համար եւ նրանց բարեխոսությամբ մենք էլ մտնենք երկնքի արքայություն, փառք ամենասուրբ երրորդությանը։